Ողջույն, ես ալերգոլոգ Զավեն Մկրտչյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնում մատուցում եմ ալերգոլոգիական ծառայություն։ Այսօր կներկայացնեմ շնչառական համակարգը ախտարող ալերգիկ հիվանդությունների մասին։ Ալերգիկ հիվանդությունները դա մի իրավիճակ է, երբ իմունային համակարգը արձագանքում է արտածինից ներս անցած մասնիկներին, որոնք հիմնականում անվնաս են, այդ թվում ծաղկափոշին, տանփոշին, բորբոսասնկերը, կենդանիների մաշկային թեփը։ Այդ գործոնները կոչվում են ալերգեններ։ Ալերգենները կարող են ներթափանցել օրգանիզմ տարբեր ուղիներով։ Այս դեպքում դրանց թիրախ են համարվում քթի լորձաթաղանթը, բրոնխները, որոշ դեպքերում թոքերը։ Շնչառական ալերգիկ հիվանդությունները դրսևորվում են հիմնականում երկու ձևով։ Առաջինը դա ալերգիկ ռինիտն է, կամ այսպես կոչված սեզոնային եւ շուրջտարյա ալերգիկ հարբուխը։ Այստեղ ախտանիշները գրեթե բոլորին հայտնի են։ Քթի փակվածություն, քթաոսություն, քթում քոր, փռշտոց։ Հաճախ այս ախտանիշները զուգակցվում են նաեւ ակնային ախտանիշներով, աշկերում քորի, կարմրության եւ արցունքահոսության դրսևորմամբ։ Մյուս տարատեսակը, որը ավելի լուրջ եւ բարդ հիվանդությունների շարքին է դասում, դա բրոնխիալ ասթման է։ Այստեղ թիրախավորվում են բրոնխները, որի արդյունքում բրոնխներում արտադրվում է մեծ ցածավալ լորձ, տեղի ունենում բրոնխների կսկանք, լուսանցքի նեղացում։ Այս դեպքում մարդը կարող է զգալ կրծքավանդակում հեղձուկի զգացողություն, սուլող շնչառություն, հազ, ավելի ծանր դեպքերում նաեւ շնչահեղձություն։ Այս հիվանդությունները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց հաճախ լինում է, որ այս հիվանդությունների հիմքը դրված է ԻԾՆ-ն։ Այս համատեքստում պետք է ներկայացնեմ այնպիսի հասկացության մասին, որը կոչվում է ալերգիկ կամ ատոպիկ երթ։ Սա մի իրավիճակ է, երբ ալերգիկ հիվանդությունները դրսևորվում են մեկ անձի մոտ տարիքի հետ զուգահեռ։ Օրինակ, մանկական հասակում կարող է դիտվել ատոպիկ դերմատիտ, որը դրսևորվում է մաշկի չորությամբ, կարմրությամբ, քորով, այնուհետև կարող են ի հայտ գալ իմունային արձագանք սննդային տեսակների նկատմամբ։ Դեռահասության տարիքում կարող է դիտվել ալերգիկ ռինիտ, իսկ ավելի ուշ նաև բրոնխիալ ասթմա։ Այնուամենայնիվ, ինչու է որոշ մարդկանց մոտ դիտվում նմանատիպ հիվանդություններ, որոշների մոտ ոչ։ Այսպիսի դեպքերում քննարկվում են եւ դիտարկվում են որոշ գործոններ։ Առաջին եւ ամենակարևորը դա գենետիկ գործոններն են կամ ժառանգական նախատրամադրվածությունը։ Դրա մասին խոսում է վիճակագրությունը։ Օրինակ, եթե ծնողների մոտ չկա ալերգիկ հիվանդություն, երեխայի մոտ դրա զարգացման հավանականությունը կազմում է 10-15%։ Եթե ծնողներից մեկի մոտ է արտահայտվում այդ հիվանդությունը, սերնդում դրա հավանականությունը կազմում է 30-40%։ Երկու ծնողների մոտ ալերգիկ հիվանդության արկայության դեպքում երեխայի մոտ դրա զարգացումը կազմում է 70-ից 80%։ Բայց գենետիկ գործոնները ինքնին չեն կարող առաջացնել ալերգիկ հիվանդություն։ Այստեղ նաև դիտարկվում են գործոններ, որոնք գտնվում են գենետիկայից դուրս։ Դրանք կոչվում են էպիգենետիկ գործոններ, ինչպիսիք են արտաքին միջավայրի աղտոտված օդը, ծխախոտի ծուխը, քիմիական նյութերը, վարակային հիվանդությունները, սթրեսը եւ այլն։ Ինչպես վերահսկել ալերգիկ հիվանդության ախտանիշները։ Առաջնային միջոցառում դա սանիտար համաճարակայինն է, այսինքն սահմանափակում ալերգենի հետ շփումից։ Պարբերաբար պետք է մաքրել տանփոշին, օդափոխել բնակարանը։ Ծառերի ծաղկման շրջանում պետք է փակ պահել պատուհանները կամ օգտագործել օդորակիչներ օդազտիչ ֆիլտրերով, սահմանափակել շփումը կենդանիների հետ եւ պարբերաբար իրականացնել պատվաստումներ համաճարակների ժամանակ եւ դրանից դուրս։ Հաճախ այս գործընթացները չեն ապահովում լիարժեք ախտանիշների վերացում։ Այս դեպքում զուգահեռ իրականացվում է նաեւ դասական դարձած դեորայքային թերապիան, հակահիստամինային դեղամիջոցներով, հորմոնային ծագման ներքթային ցողացիչներով, ասթմայի համար նախատեսված ինգալյատորներով եւ կենսաբանական ծագման դեղամիջոցներով։ Վերջիներս հատկապես շատ արդյունավետ են այն հիվանդների մոտ, որոնց ախտանիշները չեն վերահսկվում վերը նշված դեղորայքի օգտագործման ֆոնին։ Երրորդ տարբերակը դա ալերգեն սպეციფიկ իմունոթերապիան է։ Սա մի իրավիճակ է, երբ ալերգենը արտածին ներմուծվում է օրգանիզմ, որի շնորհիվ իմունային համակարգը, այսպես ասած, հարմարվում է ալերգենի ներկայությանը եւ հետագայում նրա հետ շփումը չի արձագանքում այնպես, ինչպես նախկինում, կամ որոշ դեպքերում իսպար վերանում են ախտանիշները։ Ամփոփելով, ալերգիկ շնչառական համակարգի ախտահարումով հիվանդությունները դրանք պարզապես հազ կամ հարբուխ չեն, որ սկսվում են եւ տևում են մի քանի օր։ Սրանց հիմքում ընկած է քրոնիկ իմունային պատասխանը անվնաս նյութերին։ Հետևաբար այս դեպքում հիվանդությունների չվերահսկումը կարող է առաջ բերել թեթև աստիճանից ավելի ծանր բարդություններ կրող հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք բրոնխիալ ասթման են։ Հետևաբար տեղեկացված լինելով հիվանդության բնույթի մասին, դուք կարող եք ապահովել առողջ ապրելակերպ ձեր եւ ձեր երեխայի համար, վերահսկել հիվանդությունը, այլ ոչ թե ենթարկվել նրան։ Եթե ձեզ մոտ առկա են նմանատիպ ախտանիշներ, դիմեք Վիտամեդ բժշկական կենտրոն եւ ստացեք նեղ մասնագետի պրոֆեսիոնալ խորհրդատվություն։